Ընտրություններում անհետացած ձայների առաջին ինտրիգը հենց քվեարկության հաջորդ օրն էր, երբ կենտրոնական ընտրականն ամփոփեց նախնական արդյունքները և պարզվեց, որ Հայաստանի 9-րդ գումարման ազգային ժողովի դուռը բացելու համար Բարգավաճ Հայաստան կուսակցությանը չի բավարարում միայն 60 քվե։ Քաղաքական այսուժն ըստ ԿԸՀ-ի ստացել է 58,378 ձայն, կամ քվեարկությանը մասնակցած քաղաքացիների 3,996,000% վստահությունը, չհատելով կուսակցությունների համար սահմանված անցողիկ 4% նվազագույն շեմը։ Մինչդեռ տվյալների ամբողջացման առաջին իսկ պահից Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժը պնդում է, այդ խնդիրը չունեն, քանի որ ընտրատեղամասերում իրենց կողմ ստացած ձայների և կենտրոնական ընտրականի հրապարակած պաշտոնական թվերի մեջ էական տարբերություն կա։ Օրինակ 27 կոտորակի 7 տեղամասում ԲՀԿ-ն ստացել է 77 ձայն, ԿԸՀ-ն դրանցից հաշվել միայն մեկը, 27-ի 26-ում 19-ից 3-ը։ 77 համապատասխանում է թիվը քվեաթերթիկների։ Կոնկրետ այս երկու տեղամասերի հետ կապված ԲՀԿ պնդումները հաստատել են ձայների վերահաշվարկները, այսինքն քաղաքական ուժի օգտին ավելանալու է ոչ միայն պատգամավորական մանդատներ ունենալուն չբավարարող 60 քվեն, այլև միայն այս տեղամասերից ավելի քան 90-ը, բայց հանրապետության բոլոր տարածքային ընտրականներում առայժմ շարունակվում է ձայների վերահաշվարկը։ Դրա համար դիմել էին նաև խորհրդարան անցած ընդդիմադիր մյուս երկու ուժերը՝ Սամվել Կարապետյանի գլխավորած Ուժեղ Հայաստանը և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստան դաշինքը։ Տեղամաս առ տեղամաս Ուժեղ Հայաստանը ևս թվային տվյալներ է հրապարակել։ Քաղաքական այս ուժի օգտին էլ օրինակ 38-53 ընտրական տեղամասում քվեարկել է 136 ընտրող։ ԿԸՀ նախնական արդյունքներում դրանցից որևէ մեկը չի գրանցվել։ Գրել են, թե այստեղ Ուժեղ Հայաստանին ընտրողներ չեն եղել, բայց հետաքրքիր զուգադիպությամբ նույն տեղամասում 136 քվեի է արժանացել մեկ այլ ուժ։ Կենտրոնական ընտրականը շտապում է պարզաբանել, խնդիրները միայն տեխնիկական են։ Սխալ մուտք արվել, չի պակասել, այսինքն չի եղել, այսպես ասենք, ինչ որ թիվ, որ այդ թիվը պակասել է, չէ, եղել է սխալ մուտքագրում, որի արդյունքում կազմվել է քվեարկության նախնական արդյունքները։ Քաղաքական դաշտում, սակայն, մինչև իսկ կեղծված ընտրությունների թեզն է դոմինանտ, նույնիսկ իրար գաղափարները չկիսող ընդդիմությանն այն միավորում է։ Այստեղ համակարծիք են, գործ կա ընտրությունների արդյունքների հետ, որոնք չեն արտացոլում քվեարկության իրական պատկերը, բայց ընտրական փորձագետները, որ դիտարկել են ամբողջ պրոցեսը, առավելապես հակված են կիսելու պաշտոնական դիրքորոշումը, այն է, թե սա պարզապես տեխնիկական վրիպակ է։ Իհարկե, կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է ավելի շատ աշխատի, որ հնարավորինս ավելի ճշգրիտ լինեն տվյալների մուտքագրումները, բայց երբեք բացառված չի մարդկային գործոնով փոքր թվերի վրիպակները կամ ջնջումները կամ այլ տեխնիկական սխալների։ Ձայների վերահաշվարկից հետո, եթե նույնիսկ մյուս ուժերի դեպքում էական տարբերություններ չլինեն, ապա ԲՀԿ-ի համար այն փաստացի խիստ որոշիչ է դառնում։ Նաև ապագա խորհրդարանի կառուցվածքի հարցում, երկրի կառավարման ղեկը դարձյալ վերցնող քաղաքացիական պայմանագրի համար նույնպես։ Եթե խորհրդարանում լինեն 3 ընդդիմադիրներ, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժը կկորցնի նաև հնարավոր սահմանադրական մեծամասնության մանդատը։ Եթե ԲՀԿ-ն հավաքում է անհրաժեշտ 4% ձայները եւ հայտնվում է խորհրդարանում, արդյունքում պակասում են բոլոր ներկայացած ուժերի ձայները, բայց ամենաշատը համամասնության սկզբունքով պակասում են քաղաքացիական պայմանագրի մանդատները։ Հնարավոր 63-64-ից մոտավորապես 60-61 մանդատ է ունենում քաղաքացիական պայմանագիրը եւ կորցնում է ազգային ժողովում 3/5 ունենալու հնարավորությունը։ Հայաստանի ապագա խորհրդարանը դեռևս հաշվարկների փուլում է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփի առաջիկա կիրակի։ Հենց այդ օրն էլ վերջնական կվճռվի Հայաստանի ճակատագիրը հաջորդ 5 տարիների համար, մինչև ընդդիմադիր ուժերը հասնեն սահմանադրական դատարան։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։